Հայաստան Հանրապետության քաղաքացին դիտարկելու դեպքում պետք է հասկանա, որ 15 տարվա մեջ ինքը ենթադրենք $100,000 անոց ենթադրենք գույքը երբ որ ձեռք է բերում, հաստատի ինքը ձեռք է բերում $200,000։ Ենթադրենք դիլիգենցիայի ներկայացուցիչ է եւ ասենք իր տեղափոխությունը ծայրամաս, դա ինքնասպանության նման բան է դիտարկվում։ Մենթալիտետի խնդիրներ են սկսում։ Ենթադրենք, եթե մեկ բնակարանի միացումը 2-3 տարի առաջ կազմում էր մոտ $20,000, $25,000, $30,000, այսօր կազմում է $670,000, $700,000 պետական ծառայողի։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է բացի պատասխան տալ ոչ միայն սխալների համար, այլ նաև չարած գործերի համար, այլ նաև սխալ օրենսդրական նախաձեռնությունների համար։ Կանոնավոր պահանջարկի նվազում կա, բայց մենք դա փորձում ենք փոխարինել ավելի որակյալ ծառայությունների միջոցով, էլի, մենք դա նույնպես կարգավորվող է։ Դա ստիպում է արդեն որ կառուցապատողը ինքը ոչ թե իր պարտավորությունները կատարի քաղաքացիների հանդեպ, այլ ինքը գնա սննկացվա։ Սպառողների շահերը ով պիտի պաշտպանի այստեղ։ Մարդիկ, երբ որ տեսնում են այդ շինարարությունները, գները, կարծում են, որ կառուցապատողները գերշահույթներ են ուղղակի ապահովում։ Բարև ձեզ, հետքի տաղավարում այսօր Ակցիոն Հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանն է։ Մենք խոսելու ենք Հայաստանի անշարժույթի շուկայի վերջին միտումների եւ ընդհանրապես շուկայի վիճակի մասին։ Պարոն Բաղդասարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ, որ մեր հյուրն կանել եք։ Շնորհակալություն հրավերիքի համար։ Պարոն Բաղդասարյան, 2025 թվականից Երևանում հիմնականում սահմանափակվեց եկամտային հարկի վերադարձի օրենքը, ճիշտ է այն շենքերը, որոնք շինթույլտվություն են ստացել մինչև 2022 թվականը, իրենք շարունակեցին վաճառքներ անել, բայց երբ կենտրոնական բանկի տվյալներով նայում ենք հիպոթեկային վարկավորման ծավալները, տեսնում ենք, որ այն ագրեսիվ աճը, որը կար վերջին տարիներին, այլևս չկա։ Ձեր դիտարկումները ընդհանրապես շուկան հիմա ինչ վիճակում է, ինչ ակտիվություն ունի։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ երևի շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հարց քննարկում մենք դիտարկենք դա ամբողջականության մեջ, ազդող գործոնները եւ հետևանքները։ Եթե քննարկում ենք եկամտային հարկի չեղարկումը, բնականաբար ինքը չէր կարող հետևանքը չթողնել, որովհետեւ ալտերնատիվը ինքը մենք ունենք չեղարկումից հետո տարեկան միջինացված մոտավորապես 13-14% հիպոթեկի արկայություն, որը ինչ մնաց շուկայում, որը որ Հայաստան Հանրապետության քաղաքացին դիտարկելու դեպքում պետք է հասկանա, որ 15 տարվա մեջ ինքը ենթադրենք $100,000 անոց ենթադրենք գույքը երբ որ ձեռք է բերում, հաստատի ինքը ձեռք է բերում $200,000։ Դա այն ցուցանիշն է, որը որ ենթադրենք մոտ 80-90%-ով իմաստազրկում է հիպոթեկով ձեռք բերելու իմաստը։ Այսինքն բոլոր տոկոսները հաշվարկած։ Այո, ասենք վարկի մարման վերջում։ Մոտավորապես ինքը դա կատաստրոֆիկ ցուցանիշ է, որը որ աշխարհի մակարդակով եթե դիտարկենք, դա նույնիսկ կարելի է չդիտարկել ինչ որ հնարավորություն դա։ Դա կարելի է էքստրեմալ ենթադրենք բիզնեսից ելնելով ինչ-որ մի պահ օգտվել, բայց եթե դու արագ չես կարողանում դա փակել, այդ խնդիրը կարգավորել, ինքը իմաստազրկում է հիպոթեկով ձեռք բերելու գործընթացը։ Իհարկե այստեղ շատ կարևոր է նաև ֆինանսական դաշտի կառավարիչների, ասենք, կենտրոնական բանկի դերը, որտեղ 1 տարի առաջ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը արդեն ինքը 14-15% էր, իհարկե աստիճանաբար իջեցումը գնաց, ասենք ինքը մոտեցել է ոնց որ 7%, 6-7%-ի կարգում, բայց դա էլ հիպոթեկի համար բավականին ծանր բեռ է եւ ազդող գործեր է, բայց միայն հիպոթեկի մասով չի, ինքը անշարժ գույքի ոլորտում բազում գործոններ կան, որը իր ազդեցությունը թողնում է անմիջապես կամ մի փոքր ավելի ուշացած ձևով, բայց որ ազդեցությունը թողնում է, դա քննարկման ենթակա չէ։ Ինչպիսին է, օրինակ գույքահարկի մոտ միջինացված 10 անգամ թանկացումը։ 10 անգամ թանկացումը անմիջապես դա տեսանելի չի, բայց հետագայում գույքի, ասենք, եթե մենք առաջ ունեինք օտարերկրյա քաղաքացիների դրսում մեր հայրենակիցների, որոնք որպես ալտերնատիվ ավելորդ գույքի ձեռքբերումը համարում էին կապիտալ ներդրում եւ այլն, արդեն ինքը մտածելու տեղիք է տալիս, արդյոք իմաստավորված է, որտեղ ինքը տարեկան, եթե դա չի շահագործում, եթե բնակարանը չի շահագործում, եթե ասենք ինքը եկամուտ կամ մնացած հավելյալ եկամուտը չի տալիս, արդեն ինքը խնդիր է, որտեղ գույքահարկը բավականին շոշափելի թիվ է կազմում։
ինչպես նաև առանձնատների գույքահարկերը, ինչպես նաև կոմերցիոն տարածքների, ինչպես նաև հասարակական նշանակության հողերի, մյուս ասենք։ Այսինքն այս որոշումը ստիպում է շատերին գոնե կենտրոնում բնակարան գնելուց այդ մտքից հեռու կանգնել։ Ինքը գույքահարկը ինքը գործիքակազմը ամբողջ աշխարհում ենթադրենք հողերի հետ կապված, որպեսզի ինքը գործիքակազմը, որպեսզի հողերը ենթադրենք օրինակը բերեմ, որպեսզի ինքը պարապ չմնա կամ ասենք խոսքի անգործն հող չլինի եւ իրագործվի, գույքահարկը ստիպում է, որպեսզի ասենք դա շահագործվի եւ ասենք նպատակային ծառայի ամեն ինչին։ Դա իհարկե լավ բան է ինքը օրենքով, բայց օրինակ աշխարհում այդ մասերը կարգավորված է, օրինակ որը որ շահագործում է, գույքահարկը այլ ձևով է հաշվարկվում, ասենք այլ ավելի նվազ ճկուն է, ասենք աշխարհի մակարդակով ճկուն է այդ ամեն ինչը կարգավորվում, բայց մենք պետքա դիտարկենք նաև, երբ որ ամեն ինչ ինչ-որ դիտարկում ենք, մենք պետք է նայենք որքան է մեր նվազագույն ենթադրենք թոշակը, ասենք նվազագույն թոշակը ինչ քանակի է կազմում, ասենք Հայաստանի Հանրապետությունում, այսինքն պետք է դիտարկենք, չէ՞ որ բնակարան ունի նաև թոշակառու, բնակարան ունի նաև ասենք մարդը ենթադրենք տարիներով ապրելա կենտրոնում կամ էսի ինչում։ Իհարկե կա բացատրություն, որ ենթադրենք թող գույքը տեղափոխվի այդտեղ, բայց դա միայն բացատրություն է, որովհետև ասենք այդ տեղի տեղափոխությունը ենթադրենք ինտելիգենցիայի ներկայացուցիչ է եւ ասենք իր տեղափոխությունը ծայրամաս, դա ինքնասպանության նման բան է դիտարկվում։ Մենթալիտետի խնդիրներ են սկսում։ Պահպանողականիզմը տարիքի հետ գալիս է կոնսերվատիզմը, պահպանողականիզմից գալիս է եւ այդ տեղափոխությունը հավասարազոր է, ասենք ինքնաոչնչացման։ Իրենց դեպքում արդար լուծումը որը կլիներ։ Արդար լուծումը դա նույնպես կարգավորված է աշխարհում, որը մեր մոտ չի կիրառվել, եթե գույքը ձեռք է բերվել, ենթադրենք 30 տարի առաջ, 30 տարի առաջվա գույքահարկով է ինքը հաշվարկվում եւ միայն արկովաճառքից հետո, այսինքն օրենքի փոփոխությունից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը մտնում է ուժի մեջ։ Այսինքն գնորդը ինքը իմանում է ինչ վերջերս Միացյալ Նահանգներում, եթե 70-ական թվականների սեփական տուն է այն ժամանակվա գույքահարկը խոսքի օրինակ տարեկան $1000, եթե չի վաճառվել, այդ $1000 ենք շարունակում վճարել։ Եթե արկովաճառք է կատարվում, այսօր $15000 է, ենթադրենք, կատարվում է արդեն $15000։ Նոր գնորդը։ Օրենք պահերը կան, բայց ուղղակի մեզ մոտ չգիտես ինչու աշխատում է միայն, ասենք, հավելյալ, այսինքն վերևի մասն աշխատում է, ներքևինը չէ։ Այսինքն ինչ որ քաղաքացու օգտին է, ասենք, ինքը բացարձակապես այդ մասը անտեսված է։ Բայց մնացած լիազոր մարմինների, գերատեսչությունների, բանկերի, մյուս ասենք խոսքի, որոնք ասենք շահերը պահպանվում են 100%-անոց ճշտությամբ եւ ճշգրտությամբ։ Այսինքն հիմա եթե փորձենք գոնե 25-24 թվականների համար մեր շուկայի վրա ազդող գործոնները առանձնացնենք, անշարժույթի բարձրացումը որպես բացասական գործոն 1, ուրիշ ինչ ազդեցություններ կան։ Թույլատրությունների կատաստրոֆիկ թանկացումը, լիազոր մարմինների քաղաքապետարան, քաղաքաշինություն, հոսանքի միացում, գազի միացում, ասենք էլի, որ պատկերացնենք, ենթադրենք, եթե մեկ բնակարանի միացումը 2-3 տարի առաջ կազմում էր մոտ $20000, $25000, $30000, այսօր կազմում է $670,000, $700,000։ Նորակառույցների մասն է խոսքը։ Այո, բաժանորդ դառնալու համար, ասենք, վճարը, ասենք, էլի, բաժանորդի, ասենք, ես հասկանալի է, կարող է թանկանալ 100%, բայց ասենք թանկանա 1000%, 2000%, 3000%, այսինքն դա ինչ որ միտեղ բացատրություն պետքա լինի, բայց այստեղ թանկացնողի խնդիրը չի, այստեղ խնդիրը գալիս է այն մարմինները, որոնք պետք է հակակշիռ լինեն այդ քաղաքացու շահերի պահպանության հետ կապված։ Մրցակցային հանձնաժողով, մենաշնորհային, ասենք, սպառողների պաշտպանություն, հասարակական կազմակերպությունները, որոնք անգործնեությունը տալիս է նաև հնարավորություն, որպեսզի կամայական ձևով, ասենք, եթե նպատակ հարմար են գտնում թանկացնել, թանկացնում են, այսինքն ելնելով, որտեղ բացատրելու ամեն ինչն է թանկացել։ Այսինքն դա բավականին ծանր բեռ է, դուք նայեք մեկ բազմաբնակարան շենքում ենթադրենք 200 բնակարան ունեցող շենքում այդ գումարների վերցրեք, տեսեք ինչ սարսափելի գումարների մասին է խոսք գնում։ Եվ հոսանքը, եւ գազը, եւ ջուրը, մնացած ասենք, ամեն ինչ ասենք այդ կարգի թանկացման գործոններից մեկն են։ Չհաշված ենթադրենք շինանյութի, մաքսերի, բիզնեսի, ծանրաբեռվածության, փոքր միկրոձեռնարկություններին արտոնյալ ենթադրենք հարկման դաշտի
մասը, այսինքն չէ որ տնտեսության ինչքան լայն խավեր ներգրավում են այդ թանկացումների մեջ եւ բեռի ծանրացման մեջ, բնականաբար այդ ամեն ինչը ազդում է նաեւ անշարժ գույքի հետագա կառավարման եւ ասենք խոսքի օրինակ գների ձևավորման վրա։ Տեսեք, բայց եթե նժարին ենք դնում եկամտային հարկի օրենքի վերադարձը, որը ստիպում է շատերին արագ բնակարան ձեռք բերել կամ եթե ինքն է կառուցում այդ իրավունքը ձեռք բերել, կարծես թե այդ շտապողականությունը ավելի ծանր գործոներ, քան այն գործոնները, որոնք դուք եք թվարկում, այսինքն այնուամենայնիվ այն երևույթը ստիպել է մարդկանց գնել բնակարաններ եւ դա վիճակագրությամբ երևում է։ Ստիպել է բնական, այո, գնել, բայց դուք մի մոռացեք, որ պետության ընդհանուր շահը դիտարկվում է շրջանառության, այսինքն համախառն ներքին արդյունքի աճով։ Ենթադրենք, եթե շինարարության ոլորտից տարեկան ենթադրենք խոսքի $2 միլիարդ հարկային մուտքեր ապահովում, այս օրենսդրական փոփոխությունները միայն այն պատճառաբանությամբ, որ ֆինանսական բեռ է գոյանում պետության վրա, ես ընդունում եմ, որ բեռը գոյանում է, բայց ասենք դուք պետք է դիտարկեք ամբողջականության մեջ, իսկ բացի բեռ գոյանալուց ինչ կարգի հավելյալ աճ է արձանագրում նույն կառուցապատման ոլորտը։ Չէ՞ որ բնակարանների աճով նաև սկսում է աշխատել շինարարությունների արտադրությունը, կահույքների ներմուծումը, մյուսը տեխնիկայի շղթական ինքը բազում գործոններ կան, աշխատատեղերը, մյուսը, ասենք, որտեղ եթե դրա ինքը անկում արձանագրեց կամ նվազում արձանագրեց, ինքը բերում է եկամուտների կտրուկ նվազման, որը ամիջապես չի երևում, բայց մի քանի տարվա մեջ այդ ինքը շոշափելի կլինի եւ ընդհանուր հանրագումարը, երբ որ արդեն մենք նայենք 2-3 տարի հետո մուտքերը, ելքերը եւ ինչ տնտեսեցինք, ինչ վնասվեցինք, ասենք, մենք կտեսնենք, որ այդտեղից շատ չեն կարող մենք դուրս գալ։ Իսկ մեթոդաբանորեն հնարավոր է հստակ հաշվարկել, թե եկամտային հարկի օրենքի վերադարձի արդյունքում ինչքան գումար է մտնում շինարարության ոլորտից Կարող ենք հաշվարկել, բայց այստեղ վիճարկել է ինչ կարգով կընդունեն այդ հաշվարկները ենթադրենք։ Եթե շահերի բախում կա, միանշանակ երկելու են համարել, որ դա ասենք խոսքի զուտ տեսություն է։ Օրինակ պետությունն ասում է, դա վիճակագրությամբ է նորից երևում, որ 25 թվականին 96 միլիարդ դրամ վերադարձվել է հիփոթեքային վարկառուներին, որոնք որ այդ եկամտային հարկը իրավունք ունեին հետ ստանալու։ Ձեր կարծիքով սրա դիմաց բյուջե մտած հարկերն ավելի շատ են, թե Իհարկե, դա քննարկման ենթակա չի դա։ Դուք ունեք հաշվարկներ։ Բացի ունենք, ասենք, ընդհանրապես ամեն ինչը ճշգրիտ մաթեմատիկական գիտություն է, պետք է ասենք ամբողջականության մեջ դիտարկել եւ ասենք տեսնել որքան ինչ գործոններ են, ասենք, ծավալային աճ ինչի հաշվին է տեղի ունեցել, ինչից է սկսվել, որտեղից է սկսվել եւ ինչ հետևանքներ է տվել այդ ճյուղերի, ասենք, ճյուղ կարող են դիտարկել եւ ասենք հաշվարկել, բայց դա պետք է լինի ցանկություն եկամուտ ստեղծելու կամ հավելյալ ֆինանսական միջոցների մուտքը դեպի պետություն, ենթադրենք, դա հստակ կարողանում են կարգավորել, բայց հետևանքների համար ոչ մեկ պատասխան չի կրում, որտեղ մենք երկրում ունենք բաց ունենք, մենք առ այսօր չունենք պետական ծառայողի պատասխանատվության ինստիտուտը մեր մոտ չի աշխատում։ Պետական ծառայողի։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է բացի պատասխան տալ ոչ միայն սխալների համար, այլ նաև չարած գործերի համար, այլ նաև սխալ օրենսդրական նախաձեռնությունների համար։ Այսինքն մենք բազում օրինակներ ունենք, ինչպես օրինակ 10 տարի առաջ մենք ունեցանք շքեղության հարկի օրենսդրական նախաձեռնություն ավտոմեքենաների վրա եւ հավելյալ բեռ դրվեց, ենթադրենք, բացի շուկայական արժեքի վրա նաև շքեղության հարկը դրվեց, որի մեկ շքեղ մեքենաների մասը դիտարկվեց մինչև 65%, 67%, ենթադրենք հարկի մոտեցում։ Ինչ կատարվեց այդ դեպքում։ Մի 4-5 տարի աշխատեց այդ օրենքը։ 450 շքեղ մեքենայի մուտք դեպի Հայաստան, որ տարեկան կտրվածքով գալիս էր, դարավ 40 հատ, 30 քանի հատ։ Այդ մուտքերը լինելով դրանք մաքսային ձևակերպումներ էին, գույքահարկեր, մյուսեր եւ ընդհանրենք ասենք եւ ինքը մոտ 4-5 տարվա մեջ ինքը պետական վնաս եթե հաշվարկում էր մոտ մի 60-70 միլիոն դոլարի ինքը վնասի կարգ։ Վնասն ավելի շատ էր, քան տնտեսում։ Միանշանակ, հետո չեղարկեցին այդ օրենքը։
Ցավոք ոչ մեկ պատասխանատվություն չկրեց, ասենք այդ փորձարարական էքսպերիմենտալ ենթադրենք լուծման համար 60-71 եթե 600,000 դրամ մեկը ինչ-որ մի հատ գողություն կատարի, կարող է 10 տարի դատեն տանեն մարդուն 600,000 դրամի համար համարելով խոշոր կարգի դրամական չարաշահում կամ ես չգիտեմ ինչ ասենք, այսինքն ինչ կարգի հոդված ասած կարան դնեն, բայց 60-70 միլիոն դոլար պետության վնասը ես չեմ ասում տանեն գնդակահարեն, չեմ ասում, բայց ասենք այդ որոշում ընդուններին որոշակի ժամանակ պետքա արգելեն պետական պաշտոն զբաղեցնելու, որոշակի այսու պետքա դա էլ պետքա վերակավորվի։ Պետական պաշտոնյաները պետքա ինքը սերտիֆիկատ ունենա առաջի կարգի, երկրորդ կարգի, երրորդ կարգի, ասենք, ելնելով իր նախաձեռնություններից, իր օրենսդրական քայլերից, իր դրական կամ բացասական մասերից եւ իհարկե պարգևավճարները պետքա դիտարկվի իր տված պետությանը հասցված օգուտի կամ վնասի մակարդակով։ Այդ անկյունով պետքա դիտարկվի ամեն ինչ։ Հիմա ձեր կարծիքով եկամտային հարկի վերադարձի օրենքի սահմանափակումը այդ սահմանափակումների կամ այդ օրենքների շարքին է դասվում, որ հետո պետությունը կոպիտ ասած փոշմանելու է պետությունը եթե այդ չեղարկումով հավելյալ միջոցներ չի ստեղծում, այսինքն ինքը պետքա վերաֆինանսավորումը բերվի այն մակարդակի, որ ալտերնատիվ ստեղծվի։ Ես ընդունում եմ, ենթադրենք բեռը կարող են աստիճանաբար դուրս գալ, բայց այդ հատվածում պետքա հիպոթեկի հասանելիությունը 14%-ի փոխարեն լինի 6%, 7%, որը ալտերնատիվ լինի, գոնե մի քիչ ավելի թանկ, բայց մոտենա իմաստավորի այդ հիպոթեկով ձեռք բերելու մեխանիզմ։ Հակառակ դեպքում ինքը այս աղբյուրը չեղարկվում է, բայց նոր հնարավորություն չի ստեղծվում։ Հիմա եթե Երևանի կտրվածքով նայենք առաջնային շուկայում, վաղ թե ուշ այս նախագծի ազդեցությունը այլևս չի լինելու, որովհետև ուղղակի կսպառվեն այդ բնակարանները։ Երևանում ձեր կանխատեսումներով արդեն այս տարվանից եւ հետագայում անշարժ գույքի շուկան ինչ վիճակում կլինի։ Անշարժ գույքի շուկան ինքը փոխկապակցված է նաեւ արտաքին գործոնների։ Օրինակ արտաքին գործոնները ռուս-ուկրաինական պատերազմն է, Իրանի պատերազմն է, մյուսն ասեն գործոններ կան, որոնք հաճախ ենթադրում ռուս-ուկրաինական պատերազմը ինքը լրացուցիչ ֆինանսական անմիջապես պատերազմից հետո մեր համախառն ներքին արդյունքի աճը եւ ասենք բյուջեի ենթադրենք աճը, ասենք որտեվ հավելյալ ներհոսք եւ նաեւ արտահոսք, նաեւ ասենք, բայց այդ հատվածում նաեւ ասենք պետությունը ենթադրենք ֆինանսական կողմով շահող դերում է հատուցան, ինչպես նաեւ քաղաքացիները որտեղ լրացուցիչ ասենք հնարավորությունների դաշտ է բացվում, այսինքն արտաքին գործոններ կան։ Եթե միայն ներքին գործոնները մենք դիտարկենք, ներքին գործոններով ինքը կարող է շատ տխուր ավելի հետևանք ունենայինք։ Բայց քանի որ արտաքին գործոնները ասենք դրական ազդակներ ունենք, ինքը բալանսավորում է եւ հասարակությունը ընդհանրապես ասենք դա չի զգացում, չի նկատվում։ Հիմա ձեր գործակալության, ձեր հոլդինգի օրինակով եթե նայեք, ակտիվությունը հիմա եւ օրինակ 2 տարի առաջ ինչ տարբերություն կա։ Կարող եմ ասել, որ ինքը պահանջարկի ամեն դեպքում նվազում կա, դինամիկ, այսինքն կանոնավոր պահանջարկի նվազում կա, բայց մենք դա փորձում ենք փոխարինել ավելի որակյալ ծառայությունների միջոցով, էլի, մենք դա նույնպես կարգավորվող է։ Այսինքն շուկայում ենթադրենք, եթե ենթադրենք ունես 1% ենթադրենք դեր կամ կես տոկոս դեր, եթե հավելյալ գործիքակազմ է կիրառվում, այդ 1% կարող է սարքել 2% եւ ասենք կամ 3%, խոսքի օրինակ եւ այդ ազդեցությունը մեր վրա մենք չզգանք։ Այսինքն հավելյալ ծառայություններ։ Ավելի որակյալ ծառայություններ, ավելի պրոֆեսիոնալ, ավելի ասենք նոր գործիքակազմերի կիրառում, որը այդ բացը կոմպենսացնում է, այսինքն պահանջարկի անկումը կոմպենսացնում է պահանջարկի այլ միջոցներով ասենք ներգրավմամբ։ Հիմա անկման հիմնական պատճառը ո՞րն է։ Անկման հիմնական պատճառը այդ ամբողջական շղթան, այսինքն նույն կառուցապատողների մասը դիտարկենք։ Շինարարության ժամկետի ավարտից հետո նոր օրենսդրական նախաձեռնությամբ գույքահարկը կառուցապատողը պետք է ամբողջությամբ վճարի։ Դուք պատկերացրեք եք ինքը խոշոր կառուցապատողներ կան 10 շենք, ասենք եւ ժամկետները այնտեղ Հայաստանյան իրականության մեջ ոչ խելամիտ ժամկետներ են նշած, որովհետեւ ես նշեցի, եթե մի բան կախված է կառուցապատողից, բայց շատ բաներ կախված է լիազոր մարմիններից, փաստաթղթաշրջանառություններից, ավարտական ակտերի, մյուս ասենք, որոնք
ժամկետները կարող խախտվեն, ենթադրենք ոչ իր մեղքով, բայց պատասխանատվություն ոչ մեկ չկրի դրա համար։ Եվ իհարկե ժամկետի ավարտից հետո այդ նույն գույքարկը ենթադրենք ինքը ամսական կտրվածքով պետք է վճարի արդեն։ Նրանք, որոնք սարսափելի մեծ գումարներ են, այսինքն ֆորս մաժորային ֆինանսների լրացուցիչ ելք է ստացվում, որը հաշվարկված չի եղել բիզնեսի սկզբից։ Իսկ բոլոր կարգի սյուրպրիզային անակնկալի կարգով ֆինանսական ծախսերը ինքը ստեղծում է ճգնաժամային իրավիճակ։ Ես նշեցի, ենթադրենք կոմունիկացիաների միացումը, հոսանգազ, ասենք թանկացումները, գույքարկի արկայությունը, ժամկետը ավարտվեց, մոտ մի 20000 քառակուսի մետրանոց միջին գոտիներում շենքի վրա, ենթադրենք որ պատկերացնեք 600 միլիոն դրամ տուգանք է միանվագ դրված, որ պետք է վճարի կառուցապատողը, եթե ժամկետից դուրս եկավ ինքը, ժամկետի մեջ չտեղավորվեց։ Իսկ դա կառուցապատողի թերացումը չի, որ ժամկետի մեջ չի տեղավորվում։ Միայն կառուցապատողը չի։ Մենք Եթե սպառողի տեսանկյունից նայենք, օրինակ ես գնում եմ բնակարան այն հույսով, որ պետք է տեղափոխվեմ։ Հա, սպառողի Ես ուժում եմ, երբ որ ինքն ուշացնում է։ Ես ընդունում եմ, ես հասկանում եմ ձեզ, բայց կա նաև ենթադրենք լիազոր մարմինները ինքը թղթերը հանձնելը, բայց ասենք մի գերատեսչությունից մյուսը 15 օրվա փոխարեն տևելա 4 ամիս, 6 ամիս։ Դրա պատասխանատվությունը կառուցապատողին չունի կանում։ Շատ հանգիստ կարող են ենթադրենք մի հատ վերացական պատասխանով այս թուղթը պակաս է, այն թուղթը պակաս է, ենթադրենք ոսկերունակ ու դա տևի ամիսներ, որը ազդում է ժամկետի վրա։ Այսինքն գերատեսչություններն են ձգում նաև։ Ունեն նաև իրենց բաժինը։ Այսինքն կա կառուցապատողի խնդիրը, իր ոչ պրոֆեսիոնալիզմի ասենք, կա նաև գերատեսչությունների նաև ասենք խնդիրը, որի համար գերատեսչությունները պատասխանատվություն չունեն։ Եվ պետության դեմ պայքարելը դատական այցաններով դա ավելի կատաստրոֆիկ վիճակի մեջ է գցում կառուցապատողին, որ ինքը կարող է տարիներով արդեն դատարաններում պայքար շարունակել։ Այսինքն չունենք արագացված լուծումներ։ Օրենսդրական բոլոր խնդիրների լուծումը միշտ դիտարկվում է օրենսդրական լուծումների մեջ։ Օրինակ, ենթադրենք ունենք վեճ 1 միլիոն դրամանոց վեճ, այդ վեճը կարող է ենթադրենք ինքը դիտարկվի 3 տարի, 5 տարի, 10 տարի ասենք կարա դիտարկվի, վթարա, ենթադրենք շարքային, ենթադրենք ավտոմեքենայի վեճը դատարանով փորձում եք լուծել։ 3 տարի, 5 տարի կարող է գնալ։ Դուք դրա պատկերացնում եք, այդ 1 միլիոն դրամը, որպեսզի դու կարողանաս ստանալ 5 տարի հետո, քո վրա արդեն ինքնարժեքը նստում է 3 միլիոն դրամ։ Փաստաբան, ծառայություն, ժամանակ, ներվեր, առողջություն եւ այլն ասենք։ Այսինքն ինքը չունենք արագացված կարգեր, որոնք սահմանափակված լինի, ասենք, օրենսդրորեն կարգավորված լինի եւ հնարավորություն չլինի ուղղակի, ասենք 3 տարի, 5 տարի, ասենք դա ձգվելու։ Իսկ այս ամեն ինչը գների վրա ինչպես է ազդում։ Գնանկում կա թե չէ։ Ես օրինակ նշեցի օրինակ 600 միլիոն դրամ տուգանքի մասը։ Մենք դիտարկենք այլ անկյունից։ Իհարկե դա գալիս է նաեւ կառուցապատողների իրենց ասենք իրավունքների ոչ պատշաճ պաշտպանությամբ, էլի, ասենք 600 միլիոն դրամ տուգանքը մեկ շենքի համար, ենթադրենք 20000 քառակուսի մետր տարած կառուցապատված շենքի համար, ինքը գալիս է մոտարապես ամբողջական շահույթը։ Ենթադրենք ինքը չէր կարող 1.5 միլիոն դոլարից ավել շահույթ ունենալ այդ շենքի ենթադրենք ամբողջ կառուցումից, վաճառքից եւ այլն։ Այսինքն 10-15%-անոց 20%-անոց շահույթ մաքսիմում 3 տարվա մեջ, 4 տարվա մեջ այդ ամբողջ ֆինանսական ծախսերը փակելուց հետո։ Այսինքն մոտ 100%-անոց տուգանք է նախատեսված, այսինքն դա աշխարհի ոչ մի երկրում չկա 100%-անոց տուգանք, էլի։ Այսինքն հզոր միլիարդանոց կամպանիաներ կան, որոնք իրոք մեղքի բաժին ունեն, այնտեղ կազմում է 5%, 10%, կարա լինի ինչ-որ չափանը, բայց 100%-անոց տուգանք, դա ստիպում է արդեն որ կառուցապատողը ինքը ոչ թե իր պարտավորությունները կատարի քաղաքացիների հանդեպ, այլ ինքը գնա սննկացման։ Եվ աղամիսօր երբ որ մենք շատ են այդպիսի դեպքերը։ Երևանում օրինակներ կան։ Սկիզբը սկսվել է եւ դա ասենք շարունակություն անունալու, որտեղ ասենք պետքա այդ տուգանային, այսպես ասած, պլանկաները ամբողջությամբ վերանայվի։ Ինքը չի համապատասխանում ամեն ինչի։ Օրինակ, նույն ենթադրենք մեր մոտ առանձինա գործում ամեն ինչ, էլի։ Օրինակ, եթե տուգանքը ճանապարհային երթևեկության կարող է կազմել 100,000 դրամ, 200,000 դրամ, ասենք, ինքը չի կարող ենթադրենք մենք թոշակ ունենանք 31,000 դրամ, ասենք, բայց տուգանքը լինի 80,000 դրամ, 100,000 դրամ խոսքի օրինակ։ Այսինքն այդ փոխկապակցվածությունը չկա մեզ մոտ։
Այսինքն դուք համարում եք, որ կառուցապատողներին չափից շատ են տուգանում, դա բերում է սնանկացման, իսկ եթե չեն գնում սնանկացման, այդ գումարը սպառողներից է հանվում, այսինքն գներն են բարձրանում։ Ինքը սնանկացման գնալուց այդ խնդիրը փոխանցվում է արդեն բանկերին եւ ասենք բնակիչներին եւ արդեն փորձում են համատեղ ով իր անձնական շահ ունի այդտեղ հետագայում միգուցե փողի ավելցուկով բանով նոր կարողանում են ենթադրենք ավարտական հանել, ծախսեր անել, լիֆտը դնել, որը բացակայա մնացել, մյուսը մնացել։ Այսինքն կառուցապատողը սնանկացումով ասենք դա գնում է ասենք ինքնաոչնչացման բեռը փոխանցելով, որտեղ իմաստ չունի, ենթադրենք դու 600 միլիոն դրամ տուգան կմուծես 1 միլիոն դոլար մի 500 միլիոն դրամ հոսանք բանը միացնես, որպեսզի դու ֆինանսական տուժը կազմի ենթադրենք 1 միլիոնի փոխարեն 5 միլիոն դրամ, 5 միլիոն դոլար։ Այսինքն ինքը միանգամից ինքը ավելի զերետալի 4-5 տարի, 7 տարի, 10 տարի ինքը մտին դատական քաշքշուկների մեջ եւ ասենք ոսկե ինքը գնա իր ճանապարհով, մնացած իրանց խնդիրները իրենք լուծեն։ Լավ, հիմա դա կառուցապատողի տեսանկյունից, բայց այդ շենքերը ունեն սպառողներ, մարդիկ հիպոթեք են վերցրել 20 տարով, 15 տարով եւ մեծ ֆինանսական պարտավորության տակ են մտել, սպառողների շահերը ով պիտի պաշտպանի այստեղ։ Դե դրա համար ես նշեցի, մենք գործ ունենք սպառողների շահերի միություն, ունենք ասենք հասարակական մրցակցային հանձնաժողով, ունենք ասենք մյուսünk, այդ բոլոր ամբողջական մասերը, երբ որ ենթադրենք թանկացումը դնում են խոսքի օրինակ միացումը 700,000 դրամ, 30,000 դրամի փոխարեն, այդտեղ պետքա պետության դերը ունի արդեն որ կարգավորիչ, որովհետև հոսանքը դու չունես ալտերնատիվ քաշելու, ինչը որ մենաշնորհային է, այսինքն հոսանքնա, ջուրնա, գազնա բաներ կան, որոնք մենաշնորհային դիրք են անում, ինքը դու պարտավոր ես, պետությունը պարտավոր է այդտեղ կանոնակարգելով, որպեսզի ասենք չարաշահումներ չլինի եւ ասենք քաղաքացիների հաշվին գերշահույթներ չփորձեն ապահովել։ Քաղաքացիները։ Նույն բանկերը, եթե կանխիկի շրջանառությունը արգելափակված է, ինքը պարտավոր է պետությունը ասենք սահմանափակել բանկերի միջնորդավճարների մասը, սահմանափակել իր ախորժակը, չափավորել ասենք էլի։ Նույն բանկերը, եթե ասենք տարեկան այսօր խոշոր հարկատուների մեջ են ասենք խոսքի օրինակ 2 միլիարդ դոլար ենթադրենք շահույթ են ապահովել կամ բան են ապահովել, դա շատ լավ ապահովել են, բայց ասենք դա ինչի հաշվին ու ով է դուժել, որտեվ ինչի հաշվին է եղել եւ ինչն է այսպես ասենք կամ ընդհանուր եթե շահում չկա, եթե հասարակությունը աճ չի արձանագրել տնտեսական ոլորտում, ֆինանսական ոլորտում ասենք եւ այլն, արդեն դա շատ խնդիր է, դա ասենք դա ինչին է ծառայել։ Մենք մի քիչ շեղվեցինք գների հարցից, ուզում եմ ամեն դեպքում ֆիքսենք գնային առումով, եթե շուկայում կան խնդիրներ, եթե պահանջարկի անկում է նկատվում, զուտ տնտեսագիտորեն որ նայում, եթե պահանջարկը նվազում է, պետք է որ գներն էլ չեն նվազեն, եթե կողքից ավելի ուժեղ գործոններ չկան հակառակի համար։ Մենք ունենք գնանկում կամ գոնե նման հեռանկարներ։ Տեսեք, նույն կառուցապատման մեջ օրենսդրական նախաձեռնություն կա, կադաստրային արժեքը նախորդ տարիներին կադաստրային արժեքի վերագնահատում եւ ասենք բերվեց շուկական աստիճանի։ Եվ իհարկե դա նույնպես իր խնդիրները առաջացրեց։ Կադաստրային արժեքը այսօր շուկականին համարժեք են համարյա։ Շատ մոտ են եւ ասենք, հա, մոտացված ենթադրենք արագիր գոտում խոսքի օրինակ գալիս է մոտ 1100-1200 դոլարի կարգի, բայց կան իրավիճակներ, որ ասենք նույնիսկ ասենք դրանից ցածր, այսինքն ելնելով կառուցապատողի ֆինանսական կամ գործունեությունից, ենթադրենք կարող է 10%, 5% ցածր վաճառելու գայթակղությունը, բայց օրենքով դա կարգավորված է, ինքը ամեն դեպքում իր հարկային պարտավորությունները կատարում է կադաստրային արժեքից։ Այսինքն դա գործոն է, որ նույնպես սահմանափակում է նվազման միտումները։ Այսինքն դա թույլ չի տալիս, որ գներն են։ Այո, թույլ չի տալի եւ միայն 3 տարի մեկ վերագնահատելուց հետո, երբ որ հնարավորություն կստեղծվի նորից վերագնահատել ամբողջ գույքը, այսինքն շուկան պետք է գնանկում լինի, ենթադրենք 30%, 40%, նոր 3 տարի հետո վերագնահատել նոր գնային շկալա արվի։ Բայց այդ հատվածը չէ՞ որ տնտեսությունը կանգնած չի սպասում 3 տարի հետո ինչ ասում է, այդ հատվածում իր խնդիրները գնանկում չունենք մի խոսքով։ Դե գնանկում չունենք, որտեվ այլ գործոններ ունենք, որոնք ստիպում է այդ թանկացումները նշեցի, մյուսը նշեցի, միացումների, ասենք, որ ինքը չի կարողանում գնանք։ Ուղղակի նոր պրոյեկտների արկայությունը կարող արանքից դուրս իմաստազրկվի։
նոր պրոյեկտի մասնակցի, որտեղ նույն թույլատրությունների մասով, նույն սովորական մեկ շենքի մոտարապես հոսանք գազ հիմա այժմ արդեն նոր մոտեցումներով, նոր պահանջներով ամիջապես պետք է այդ բոլոր խնդիրները նախապես կարգավորվի, հոսանք գազ, ջուր, մյուս ասենք, որոնք նույնպես հսկայական հարյուրավոր միլիոն դրամների մասին է խոսքը գնում, ասենք եւ այդքան ծախս, հետո նաև այդքան պարտավորություններ հետագայում աշխատանք, ասենք, եթե ինքը նվազագույն ձեր ասած ներքևի գներով վաճառելու հնարավորությունը ուղղակի իսպար բացառվում է։ Որովհետեւ պրոյեկտը դեռ չսկսած արդեն իր վրա բացի հողի արժեքից լրացուցիչ ենթադրենք խոսքի մի 200,000 դրամ, 300,000 դրամ արդեն ինքնարժեք բեռը արդեն ծանրացած է։ Բայց գնորդներն օրինակ մարդիկ, երբ որ տեսնում են այդ շինարարությունները, գները կարծում են, որ կառուցապատողները գերշահույթներ են ուղղակի ապահովում։ Իհարկե, դա իմաստության պակասն է, միշտ կողքից ամենի, ասենք, միայն քաղաքացիներ չեն մտածում, ասենք, լիազոր մարմինները, ովքեր ստուգումներով են ասում, ովքեր զբաղվում են ստուգումներով, իրանք առնչվելով իրանք էլ են մտածում, որ գերշահույթներ է։ Բայց հիմնականում ես վստահեցնում եմ, նույնիսկ ասենք կարան 0-ով կամ մինուսով ենթադրենք խոսքի աշխատեն եւ դրա եթե գերշահույթներով է ես երաշխավորում եմ, որ ասենք մենք 27 թվականին, 28 թվականին այս կառուցապատողներից 50%-ը չի լինելու։ Սնանկանալու են։ Շուկայից դուրս են գալու, եթե ոչ սնանկանալել, ենթադրենք որ սա իր առաջի եւ վերջի պրոյեկտն է լինել կառուցապատման ոլորտում։ Առաջի վերջ պրոյեկտն է, եթե ձեր ասած գերշահույթներով է, ով է գերշահույթներով բիզնեսից ենթադրենք հրաժարվում։ Ինքը պետք է շարունակական աճ տա։ Եթե նվազում տվեց, եթե ասենք այդ իմ ասած ցուցանիշները կիսվեցին եւ ավելի նվազեցին կառուցապատողների քանակը շուկայից դուրս մաքրվեցին, ենթադրենք ուրեմն միանշանակ ընդ գերշահույթներ չի եղել, որտեղ գերշահույթով փոքր բիզնեսի վրա վերցրեք խանութներ կան ենթադրենք խոսքի նույնպես մտածում եմ որ գերշահույթներով են բայց եթե ասենք 3 ամիսը մեկ վարձակալ է փոխվում դուրս է գալի փակվում է այդ խանութը գերշահույթով աշխատող խանութը չի կարող փակվել նշանակում է այդ կողքի պատկերացումները միշտ ուրճացրած է եւ ասենք խոսքի օրինակ իրականությունից հեռու է այդ ամեն ինչը Երբ ծրագիրը սահմանափակում են եկամտային հարկի վերադարձի, իշխանությունները հայտարարում են, որ հույս ունեն, որ մարզերում արդեն կակտիվանա շինարարությունը, պաշտոնական տվյալներով տեսնում ենք, որ օրինակ Կոտայքի մարզում, Արմավիրում, Արագածոտնում աշտարակի հատվածում հիմնականում որոշակի աշխուժություն կա, բայց դրանք փոխարինել են Երևանում եղած աշխուժությանը։ Նկատի ունեմ այն չափով կան գնումներ անշարժ գույքի շուկայում, պահանջարկ, որը կար օրինակ Երևանում։ Մեր Հայաստանի Հանրապետությունը քանի որ ինքը փոքր պետություն է, ամբողջ ֆինանսների եւ աշխուժության 50%-ից ավելին եւ բնակչության նաեւ կենտրոնացված է Երևանի քաղաքում։ Եվ Հայաստանի Հանրապետությունում կյանքը սկսվում է Երևան քաղաքից։ Եթե Երևան քաղաքում ինքը անկում արձանագրեց, բացառվում է, որ ինքը մարզերը ծաղկեն։ Այսինքն կյանքը ստերից հասկում ասենք ամեն ինչի ֆինանսների ներդրումների մասի հոսքը թեկուզ եթե թեկուզ շրջաներում ինչ-որ բան են կազմակերպում եթե այստեղ անկում է լինում ինքը շղթական ռեակցիայով ուղղակի կա տնտեսության մեջ մի հատ իրավիճակ երբ որ կա կանգառ բայց դեռ իներցիոն ընթացք կարող է Հիմա մենք այդ ընթացքում ենք մենք իներցիոն ընթացքի մեջ ենք այո մինչև կանոնակարգվի մինչև ասենք ոսկի ավելի քանի որ նույն մարզերում այդ հավելած ծախսերը ավելի մեղմ են եւ այդ տուգանքների մյուս ասենք ավելի ոնց որ մեղմ են եւ այս բան որոշակի այդ առումներով շարժը կա Իսկ ովքեր են անշարժ գույք ձեռք բերում մարզերում նորից Երևանի բնակիչներն են թե մարզերում կան գնողունակ մարդիկ Մարզերում ավելի քիչ է Մարզը հիմնականում քաղաքից ես նշեցի գործոնի պատական չնշեցի որ Երևանը կառավարում է ամեն ինչ էլի նաեւ մարզերը Երևանի բնակիչ, օտարերկրյա բնակիչներ, օտար տեղերում ասենք մեր հայրենակիցները արտասահմանից, օտարերկրյա մեր քաղաքացիները, որոնք այլ երկրներում են ապրում։ Իդեպ արտասահմանցիների մասին մենք ինչ իրավիճակ ունենք, արտասահմանցիները Հայաստանում շատ են անշարժ գույք գնում, եթե էլի ձեր օրինակով նայենք հոլդինգի ու որտեղ են նախընտրում գնել։ Ես իհարկե Երևանին մոտ հիմնականում տարածքներում, ասենք մինչև 100 կիլոմետր հեռավորության ենթադրենք Դիլիջան, Ծաղկաձոր, Աբովյան կամ եւ այլն էլի։
ինքը Հայաստան Հանրապետությունը ինքը իր բնույթով բավականին ինքը գայթակղիչ է մեր հայրենակիցների համար, որտեղ իրանք չեն դադարում հայ լինելուց եւ մենք ունենալով, ասենք, բազում թերություններ ունենք շատ լավ առավելություններ նաեւ։ Ունենք շատ լավ առավելություններ եւ իրանք ուղղակի շատ կոմֆորտներ զգում, ասենք, Հայաստանի Հանրապետությունում, ասենք, սնունդը, հյուրընկալությունը, մոտեցումը, անվտանգությունը նույն քաղաքում ենթադրենք, օրինակ նույն Եվրոպայում կամ բանում 6-ից 7-ից հետո կյանքը լրիվ դադարում է ենթադրենք, Հայաստանում 24 ժամ շարժը կա, այսինքն ինքը շատ դրական բաներ ունի, որը գայթակղում է։ Եթե ընդհանուրի մեջ նայենք օտարերկրացիները, օրինակ առու վաճառքի մեջ քանի տոկոսը կլինեն։ Ինքը շատ չի կազմում, ինքը կարող կազմի մոտավորապես ենթադրենք մենք դիտարկենք օտարերկրացին առանձին, բայց կարող տեղաբնակը նաև վերցնի օտարերկրյա փողերով, այսինքն որտեղ ինքը տեսակարար կշիռով կարող կազմի մոտավորապես միջին ասած մի 15%-ի կարգել։ Այսինքն մեծ չի։ Չէ, մեծ չի։ Խոսակցությունները, որ օրինակ Երևանում հիմնականում գոնե այս տարվա նախորդ տարվանից օտարերկրացիներն են գնում, ոչ թե տեղի բնակիչները։ Չէ, մեծ չի, մենք ուղղակի դիտարկենք, որ դրսի փողերի ազդեցությունն է մեծ։ Եթե այդ փողերի մասն դիտարկենք, ասենք արդեն նոր տեսակարար կշիռը ավելի բարձր կարող դիտարկենք, մենք 40% կարող հասնի ենթադրենք։ Եթե դրսի ֆինանսների մասը հիմքը տունենք, էլի։ Զուտ քաղաքացիներին զույգ բանին ինքը ավելի ցածր է, էլի քիչ է։ Մենք անդադ խոսում ենք անշարժույթի առաջնային շուկայից, բայց չմոռանանք, որ մեր բնակ ֆոնդի մեծ մասը դեռևս հին շենքերն են, որոնք շենքեր կան, որ նույնիսկ արդեն անվտանգության խնդիրներ ունեն։ Այստեղ ինչ ունենք, մարդիկ հեշտ են գնում ու վաճառում երկրորդային շուկայից եւ ընդհանրապես տոկոսադրույքները ոնց են այստեղ։ Դե մի 10 տարի առաջ իրենք հավասարազոր էին գներև նույնիսկ երկրորդական շուկան մի փոքր նույնիսկ առավելություններ ուներ։ Հիմա դա կարգավորվել է արդեն, որ մարդիկ արդեն սովորել են, որ առաջնահերթ դիտարկում են առաջնային շուկան։ Երկրորդային շուկան իր հնարավորությունները դաշտում գոյատևելու պահպանել է միայն գների հետ կապված։ Գների հետ կապված, որը կարող է տարբերություն տալ։ Այսինքն ցածր է, եթե առաջնային շուկայից օրինակ բնական ձեռքբերում այդքան ինչ ունեն։ Նույն գոտիում ենթադրենք, կարող է 50%, 60% ենթադրենք գնային տարբերություն տա, էլի, արդեն։ Այդ աստիճանի կարող է տարբերություն տա։ Բայց կա պահանջարկ աշխուժություն հենց երկրորդային շուկայում։ Գինը արդեն պահանջարկը ինքը գալիս է արդեն կա խնդիր լուծելու նոր ընտանիքների ձևավորման, մյուս, ասենք, եւ այլն, արդեն որտեղ եթե ֆինանսների հնարավորությունը թույլ է տալիս, առաջնային է, եթե թույլ չի տալիս, արդեն բայց պահանջարկ ունեն այսքան մակերես մինիմալ ընտանիքի կամ ինչ-որ ձևավորման համար այսքան պահանջարկ կա, ստիպված դիտարկում են նաև այդ տարբերակը։ Երկրորդային շուկա։ Ֆինանսների հասանելիության խնդիրների դեպքում իհարկե դիտարկում են նաև երկրորդական շուկան, որտեղ որոշիչ դերը կայանում է գինը։ Դուք ասացիք, որ մենք իներցիոն աշխուժության մեջ ենք, այսպես ասած, որքան ժամանակ հետո կդադարի անշարժույթի շուկայում այս աշխուժությունը, եթե այլ ավելի ինքը չի դադարի, ինքը կնվազի, ոչ թե կդադարի, ասենք, այնպես չի, որ պետք է կանգ առնի։ Ինքը ուղղակի կնվազի, եթե իհարկե մենք արտաքին գործոնները ընդհանրենք խոսքորնակ, եթե արտաքին գործոնները դադարեն, ինքը ավելի շուտ մենք տեսանելի կլինի մեզ համար, ավելի շուտ խնդիրներ կառաջանա, որտեղ լրացուցիչ ֆինանսների հոսքը մուտքը ելքը ինքը միաժամանակ կարող խնդիր առաջացնի։ Ինքը ուղղակի կնվազի, այդ հոսքը կնվազի եւ նվազելուց հետո միանշանակ կլինեն նոր օրենսդրական նախաձեռնություններ, որտեղ ասենք ակտիվացնելու այսպես ասած, ինչպես օրենսդրական նախաձեռնություններով ասենք пассивացումա գնում, նույն ձևի օրենսդրական նախաձեռնություններով ստիպված կլինեն վերանայելու այդ ամեն ինչը, նույն թույլատրությունների, տուգանքների, մյուս ասենք խոսքի շղթական ինտերակցիաների աս վերանայելու, որպեսզի աշխուժության էլեմենտներ մտցնեն էլի շուկայում։ Այս բանը քանի որ այդ պահպանվում է կառուցապատման տեմպը, պահպանվում է դեռ լշագործման հանձնելու մյուս ասենք այդ process-ը, ասենք ծավալային բավարարում է, նախաձեռնություն չկա։ Երբ որ բիզնեսի նման, երբ որ գնում ես սնկացան, նոր մտածում են վերանորոգման, վերաձևավորման, ասենք նոր գործիքակաց կիրառման, ասենք, այսինքն գալիս է նվազություն, նոր ստիպված գնում են, ասենք, կոնստրուկտիվ եւ ասենք արմատական փոփոխությունների։
Մենք հատկապես սոցցանցերով հաճախ ենք տեսնում, որ կառուցապատողները եւ հատկապես մարզերում, որոնք այս վերջերս թրենդային է դարձել հյուրանոցներ են, չէ, մեծ կառուցում, այդ համարներն են վաճառվում եւ անընդհատ ինչ որ զեղչերի մասին է խոսվում, այստեղ ինչ որ խնդիր կա, որ անընդհատ փորձում են զեղչել, թե մրցակցությունն է։ Ինչն է ստիպում։ Այստեղ նշած, ասենք, մենք ակտիվ փուլ ունեցանք ֆինանսական, ենթադրենք ավելի ակտիվացում արտաքին գործոնների հետ կապված եւ նույն մարզերի մասը նույնպես ակտիվացավ եւ հյուրանոցներին, հյուրատների բիզնեսը ինչ որ որոշակի փորձեց շարժապահվել։ Այսինքն օրինակ ռուս ռելոկանտները, որ գայսին միայն Երևանում չէին մնում։ Այո, Լեննական մյուս մարզ, Աբովյան մյուս, ասենք, որտեվ գնի կյանքի թանկության, ասենք, էլեմենտներից ելնելով, որը մանավանդ հեռակա է, իր աշխատանքները հեռակա է կառավարվում, ենթադրենք բացարձակապես նշանակություն չուներ։ Իր համար կարևոր է, ասենք, ֆինանսների ծախսը համարժեք լինի իր եկամուտներին եւ ասենք ակնկալիքներին։ Իր ազդեցությունը թողեց, բայց այդ նույն եկածներից բավականին մաս նորից արտահոսեցին այլ պետություններ, ավելի տաք պետություններ եւ Եգիպտոս, Տայլանդ, մյուս ասենք էլ ենթադրենք, որտեղ կյանքն ավելի էժան է, ավելի կարգավորված է, նույն Վրաստան նույնպես մեր հարևան պետություն ենթադրենք, որտեղ մի 30% կամ 40% ավելի ենթադրենք գնային ավելի ենթադրենք մաչելի ասենք էլի նույն հյուրանոցային ծառայությունները, նույն բանի ծառայությունները, սնունդ եւ այլն։ Դա մեր անշարժույթի շուկայի վրա բացասական ազդեցություն թողեց։ Ազդեցությունը թողեց ու չէր կարող չթողնել, էլի, ազդեցություն թողեց։ Բայց շատ թե քիչ։ Հա, բայց միայն բանով չի գալիս, ասենք, նաեւ մրցակցության էլեմենտ էլ դեր ունի, վերցրեք ենթադրենք Ծաղկաձոր, Մայլերը, ենթադրենք Մայլերի արկայությունը ինքը пассивություն բերեց Ծաղկաձորի, ասենք, համայնքը, ասենք, էլի Կոտայքի մարզի, ասենք, այդ համայնքը ենթադրենք ինքը հյուրանոցային բիզնեսի վրա, բացի այն որ ակտիվ տարբեր նոր առաջարկություններ տեղում, ասենք, առաջացել, շենքերի, հյուրատների, հյուրանոցների նոր, ասենք, էլի բրենդերի մուտքը, նաև մրցակցության միսը։ Երկու գործոնն, ասենք, դեր խաղացին եւ ինքը բնականաբար կարա բիզնեսմենների ակնկալիքները եւ սպասելիքները չարթարացնի։ Իսկ վարձակալությունների ոլորտում ինչ վիճակ է, երբ եկան ռուս ռելոկանտները 22 թվականին գները կրկնակի եռակի բարձրացան, բայց հետո կարծես որոշակի չափով իջել են, չէ՞։ Խնդրում եմ սա արձանագրեք ելի ձեր հոլդինգի օրինակով եւ իջել են արդյոք այնքան, ինչքան կար մինչեւ 2022 թվականը։ Այո։ Այդքան իջել են։ Կարգավորվել։ Կարգավորել համապատասխանել է, որտեղ սկիզբը ինչ որ բաներ, գների բարձրացման տենդեր։ Գների բարձրացման տենդեր մոտ $300 ենթադրենք, ասենք, աչափնակի համայնքին բնակարանը արդեն $1000 էին հանձնում, ասենք։ Հիմա արդեն կարգավորված է 300-ից ավել չի կարող ենք հանձնել, ոսկե օրինակ։ Այսինքն պահանջարկը ընկել է եւ գները իջել են։ Պահանջարկը այնքան բարձրացեցին, իմ նշած, ասենք, նույն, ասենք, եկողների արտահոսքը կապված էր նաև այդ գների թանկացումը հետ կապված։ Այսինքն, երբ որ ախորժակը չի կարգավորվում, ասենք, ինքը միևնույն է, ինքը վերջում, ասենք, վնասվում է։ Եվ որոշակի ժամանակ դատարկ է մնում, ինքը փորձում է $1000 փոխարեն ենթադրենք հանձնել 700-ով, դա էլ չի ստացվում, հետո 500-ով, 400-ով, մինչև գալիս է իրատեսական շուկայական արժեք, նոր դրան համապատասխան գումարով նոր կարողանում վարձակալության հանձնել։ Իսկ առհասարակ վերջին շրջանում կապված Իրանում ընթացող պատերազմի հետ, հակամարտության հետ խոսակցություններ կան, որ այնտեղից գոնե սպասումներ այդպիսին հնարավոր է նաև լինի ներհոսք իրանցիների կա նման միտում թե չէ, արդեն դուք հաստատ անշարժույթի շուկան առաջինը պիտի արձագանքի, դուք ավելի լավ կիմանաք եւ դա մեր շուկայի վրա կարող է ազդել։ Կան արդեն։ Դե ինքը ուղղակի ազդեցություն ավելի մեծ կլինի, որտեղ որոշակի սահմանափակումներ կան գումարային, ելքային, այսինքն ֆինանսները այնտեղ ավելի կտրուկ սառեցում է գնացել, էլի, ֆինանսների սառեցում է գնացել եւ ովքեր որ նախապես ալտերնատիվ ձևով ոնց որ ասենք մինչև այդ չէին կարգավոր իրենց
բիզնես, ասենք, դաշտը Հայաստանում եւ այլն, ասենք, այս պայմանությամբ ինքը ավելի բարձրություն է, ասենք, կարգավորելու։ Բայց ինքը ազդեցությունը կթողի միանշանակ։ Բայց դեռևս չկա կարծես թե։ Թույլ է։ Շատ թույլ է, որտեղ սահմանափակումները շատ բարձր են, էլի, եւ ֆինանսական, եւ ասենք հնարավորությունների տեղափոխման, մյուս ասենք, էլի, որտեղ դա արմատապական որոշում է ամեն դեպքում, էլի, որտեղ ամեն դեպքում այնտեղ եթե երկարեց, ինքը կլինի միանշանակ։ Եթե երկարեց, բայց եւ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ասենք նաեւ աշխարհի մակարդակով ակնկալիքներ են, որ ինքը պետք է արագ ավարտվի, էլի։ Այսինքն այդ ակնկալիքները եթե ձգվեց, իր հետևանքները կունենա։ Մենք խոսեցինք Երևանամերձ մարզերի մասին, իսկ ավելի հեռու գտնվող մարզեր՝ Գեղարքունիք, Տավուշ, Վայոց ձոր եւ այլն, այնտեղ ինչպիսի վիճակ է անշարժույթի շուկայում։ Հողեր, սեփական տներ, կա աշխուժություն։ Դե նույնպես, այսպես ասած, ինչքան հեռու, այդքան ավելի ազդեցություն, ավելի թույլ։ Այս իմ ասած աշխուժության, եթե ընդհանրեն Կոտայքի մարզ, մյուս ասենք Արագածատուն, ասենք, մոտիկ Երևանամերձ, ասենք, մինչև 100 կիլոմետր տարածքը Դիլիջանի ընդհանրենք ավելի ակտիվ, այսպես ասած, ոնց որ քաղաքի դիտարկենք, ոնց որ 7-րդ գոտի կամ, ասենք, 8-րդ գոտի ընդհանրենք, մյուս տեղերը կրկնակի ավելի պակաս իր ակտիվության մասով, բայց իր ազդեցությունը դրական առումով թողել է, այնտեղ էլ էր աշխուժության ինչ-որ էլեմենտներ դիտարկվում։ Իսկ հիմա կա։ Եթե նվազումը փոխկապակցված է, ինչքան նվազել է Ծաղկաձոր, նույն ձևի նվազումը նաև այնտեղ, այսինքն նույն ձևի այնպես չի, որ ասենք նույն գոտիական, նույն գոտիներում ինքը կա ակտիվությունը ինքնուց շարունակի։ Ինքը մի օրգանիզմ է։ Ինքը եթե կենտրոնը նվազեց, ինքը նվազում է նաև տրամագծով, ասենք, այդ շարավիղով, հետո ասենք այդ շարավիղով ազդեցություն, ինչպես ասենք, ֆիզիկայի օրենքները։ Բնակիչներից հաճախ են բողոքում, որ օրինակ Գավառի օրինակով կարող եմ ասել, այնտեղ էլ տները բավականին բարձրացել են, թանկացել են եւ այդպես թանկել մնում են։ Նույնիսկ եթե նայում ենք շուկայում աշխուժություն չկա, քիչ են առողջարքները, բայց մարդիկ իրենց բնակարանները, եթե առաջ գնահատում էին օրինակ $15,000, հիմա գնահատում են $30,000։ Սա ինչ ֆենոմեն է, վաճառողի հոգեբանությունն է, թե ինչ-որ տնտեսական բացատրություն ունի։ Նախ դիտարկենք, որ ինքը դոլարային արժեզրկում է գնացել, ասենք, եւ դրամի արժեվորում է եղել մոտ 25% արժեվորում է եղել, այսինքն դիտարկենք, որ այսօրվա նույն, եթե դրամային էկվիվալենտով մենք հաշվարկն անենք, ասենք, ինքը այլ ցուցանիշ պետք է լինի։ Թանկացումները հոսանք, գազ, ջուր, մյուս, ասենք, կոմունալ, ասենք, էլի, ասենք, լծակները, արժեզրկումը, ասենք, ինֆլյացիան, ասենք, պետք է այդ ամեն ինչը իր դեն է տանում եւ ասենք բնականաբար անշարժույթը ինքը ավելի հաստատուն միավոր է եւ փորձում են, ասենք, այդտեղ ավելի կայուն դիրքորոշում բռնել եւ ոչ թե գույքի արժեզրկումով։ Վերջին տարիներին Հայաստանի անշարժույթի շուկայում գնային տատանումները, միտումները միշտ դեպի վերև են գնացել, չնայած մենք երբեմն խոսում ենք, որ գուցե լինեն հիմքեր, մի քիչ նվազի, խոսքը առողջարքի մասին է, ոչ թե վարձակալության, բայց երբ նայում ենք վերջին տարին, ինքը անընդհատ բարձրանում է։ Կա հեռանկար, որ կարող է ինչ-որ մի պահի լինի կտրուկ անկում, այնքան կտրուկ, ինչքան որ լինում են բարձրացումները, թե բնակարանների, տների, ընդհանրապես անշարժ գույքի տերերը միշտ իմանան, որ իրենց գույքը գնալով արժևորվում է։ Անշարժ գույքը ինքը հետևանք է տալիս վերջում։ Այսինքն, եթե տնտեսության բոլոր ճյուղերը ինչ-որ կոլապսի գնան, նոր պետք է անշարժ գույքի իր ազդեցությունը ունենա։ Այսինքն, ինքը եթե աճից առաջինն արձանագրում, նվազումը վերջինը։ Նվազումը վերջում ինքը արձանագրելու, երբ որ տնտեսության այլ ճյուղերը խնդրահարույց են, ներդրումային միջավայրը, մյուսը, ասենք, կտրուկ անկում ինքը չի նախատեսված, ինքը խնդիրներ կարող առաջանա շենքերի նորակառուցների ընդհանրենք ավարտվածության աստիճանի ավարտվելու հետ կապված, այդ դա կարող առաջանալ իմ նշած գործոնները, որոնք բազում են եւ ասենք քննարարույց են եւ վիճարկելի են։ Նույնիսկ նույն ընդհանրենք գույքահարկի հաշվարկը ինքը օրենսդրական խախտում է, այսինքն էլի օրենսդրական խախտում է դա, ասենք էլի, որտեվ գույքը դեռ չի վաճառվել կամ չի հանձնվել, բայց արդեն գույքահարկի հաշվարկը գնում է, չի միացել, բաժանորդ չի դարել, ասենք քաղաքացին էլի հաշվում է գնում, նույն բազում այլ գործոններ կան, որոնք նույնպես ընդհանրենք խոսքի խելամիջի, ասենք տնտեսության մեջ այդ գործիքակազմի կիրառումը։ Կտրուկ անկում
չի նախատեսվում։ Ուղղակի կարան լինի ավարտվածության բնակիչներին ֆինանսական, այսպես ասած, իր հաշվարկների դուրս, ասենք, խնդիրների առաջացման, ծրագրերի շեղման, որը որ այստեղ միայն կառուցապատողի խնդիրը չի։ Խնդիրը ավելի խորն է, ավելի խորքային է, ավելի ընդհանրենք ոսկի օրինակ ամեն ինչ պահանջում է օրենսդրական լուծումներ։ Իսկ առավել վտանգավոր, երբ որ օրենսդրական սխալ լուծումներ։ Որը հակառակ էֆեկտն է տալիս։ Բժշկության մեջ այնքան հիվանդությունը չի խնդիրը, ինչքան ասենք սխալ բուժումը։ Ինչպես բժշկության մեջ են ասենք հաճախակի իմ ասած ձևով սխալ բուժումով ասենք տանում ավելի ծայրահեղի ելքի, նույն ձևի նաև օրենսդրական տնտեսության մեջ ասենք խնդիրները նույնն են։ Պետք է եթե օրենսդրությունը պետք է գրագետ եւ ասենք կանոնակարգվի։ Իսկ հիմա Երևանում որ շրջաններում է ամենաակտիվ շինարարությունը եւ ինչքան կտևի դա։ Ակտիվ շինարարությունը բնականաբար ասենք գոտիականության կարագնա երկրորդն է ամենաակտիվը, որտեղ ինքը գներով մոտիկ ասենք առաջի գոտիներին։ Արաբկիր, իսկ էկոնոմ կլաս շենքերը Երևանում ինքը կարա արդեն իմաստազրկվի, որտեղ ինքը գնագոյացումը եւ ասենք վաճառք շահույթ հարաբերակցությունը եւ մոտ 5 տարի տևում է, ոչ թե 3 տարի է թույլատրությունները, բայց փաստաթղթա շրջանառության պատրաստումը 2 տարի է տևում, իսկ տևում, այսինքն ծանր process է դա ինքը 5 տարվա ասենք մինիմալ պրոյեկտ է, բիզնես պրոյեկտ է, ինքը էկոնոմ կլաս շենքերը այս գնային քաղաքականության մեջ ինքը իմաստազրկված է։ Ինքը իմաստազրկված է, որ էկոնոմ կլաս շենքերը Երևան քաղաքում հիմա ինչ որ մեկը փորձի ձեռք բերել եւ սկսել շինարարություն անել, էլի, էկոնոմ կլասի մեջ, որտեվ ինքնարժեքը ինքը չի բռնում պահանջարկի հետ, ինքը հակասություն է տալիս։ Եվ վերջին հարցս, եթե քաղաքացին հիմա մոտենում է ձեզ եւ ունի գումար, ուզում է ներդրում անի անշարժ գույքի շուկայում, դուք որտեղ խորհուրդ կտաք անշարժ գույք ձեռք բերել եւ ինչ անշարժ գույք։ Դա կախված է մենք բազում ճշտումից հետո նոր կարողանում ենք խորհուրդ տալ, նախ պետք է հասկանանք ամբողջական ապրելու գոտին, ֆինանսների հնարավորությունը, ասենք, Չէ, բնակարան, օրինակ, բնակարան ոչ ապրելու համար։ Դե նորից եմ ասում, ասենք ոսկի այնտեղ եթե վարձակալության համար է ուրիշ կարող է կոմերցիոնալ, այսինքն հարցերը բազում են։ Ամեն դեպքում փորձում ենք քաղաքացուն ընդհանրենք պրոֆեսիոնալ պատասխան տալ եւ ասենք մեր շահերից ելնելով մարդուն ֆինանսական վնաս չտալ, այսինքն որը որ ասենք նույնպես Հայաստանում ինքը բավականին հազվագյուտ հանդիպող երևույթ է, որտեղ հիմնականում մարդիկ պատրաստ են իրենց $100 համար ուրիշին $1 միլիոն վնաս տալու։ Շատ լավ, կա ինչ-որ մի բան անշարժ գույքի հետ կապված, որ մենք չխոսեցինք, բայց ինքը կարևոր է շուկայի համար։ Անշարժ գույքը ինքը համախառն ներքին արդյունքի մեջ մինչև 20% տեսակարար կշիռ ունի եւ բնականաբար ինքը շատ կարեւոր նշեցի իր փոխկապակցվածությունը բանկերի, մյուս ասենք շղթաների, ասենք ամբողջական ինքը մեծ դեր ունի, ինքը մեծ դեր ունի եւ իհարկե ցանկալի է ասենք ոսկի օրինակ որ օրենսդրական այդ բոլոր նախաձեռնությունները վերանայվի, ասենք եւ լիազոր մարմինները լիարժեք ասենք խոսքի հսկողություն իրականացնեն նույն այն մենաշնոր դիրք զբաղեցնող ընկերությունների հանդեպ գնագոյացումների հետ կապված ասենք գների ասենք հաստատումների հետ կապված գների հաստատումները, որ ամբողջապես անդրադառնում են նաեւ կառուցապատողների վրա եւ ասենք վերջնական արդյունքով նաեւ քաղաքացիների վրա եւ իրենց մոտ հնարավորությունները ժամանակակին պահանջներին համապատասխան գույք ձեռք բերելը դառնում է արդեն խնդրահարույց եւ ասենք ոսկի դժվար հասանելի։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալ ձեզ։ Հիշեցնեմ, հետքի տաղավարում Ակցիոն հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանն էր, մենք խոսում էինք անշարժ գույքի շուկայից։ Բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին մեր հետագա հարցազրույցներն ու տեսանյութերը բաց չթողնելու համար։ Իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը եւ ցանկանում եք աջակցել, կարող եք միանալ մեր Patreon համակարգին, որի հղումը կտեսնեք մեկնաբանություններ դաշտում։